Նացականյան ձեր կողմից դիրքորոշումներ կայացվեց, որոշակի քննարկում ծավալվեց կապված կարգապահական վարույթ հարուցելու առիթի եւ կարգապահական վարույթ հարուցելու որոշման բովանդակության հետ կապված եւ համապատասխանաբար դրանց բխող հետևանքների մասին։ Եթե ճիշտ հասկացա ձեր դիրքորոշումից, այն հանգում է նրան, որ քանի որ եթե առիթը որպես հանդիսացել է հաղորդումը հարուցման, ապա արդյոք այդպես է ձեր դիրքորոշումը, որ եթե ուսումնասիրության ընթացքում մինչև կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը, վարույթ հարուցող մարմինը նաև այլ հիմքեր է այդ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերում, որոնք կարող են կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ, ապա դրա վերաբերյալ պետք է առանձին որոշում կայացնի եւ արդյոք չեք գտնում, որ այդ պարագայում այդ ուսումնասիրության շրջանակներում եթե բացի հաղորդումից նաև այլ առիթներ հայտնաբերի, այլ հիմքեր հայտնաբերի, կարող է ներառել միևնույն կարգապահական վարույթ հարուցելու միևնույն որոշման մեջ։ Շնորհակալություն, տեսեք, մեր դիրքորոշումը այնպիսին է, որ եթե կարգապահական վարույթ հարուցելու առիթը հաղորդումն է, ուրեմն պետք է հաղորդման մեջ նշված հանգամանքները դառնան կարգապահական վարույթ հարուցելու հիմք եւ ուսումնասիրության առարկա։ Եթե այդ ընթացքում ուսումնասիրության ընթացքում այլ փաստական տվյալներ հայտնի կդառնա, միգուցե մեկ կարգապահական վարույթ հարուցելու որոշում կայացվի, բայց այս դեպքում առիթը պետք է լինի եւ հաղորդումը եւ լիազոր մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակում համապատասխան փաստերի հայտնաբերումը։ Այն ինչը որ մենք ունենք այս իրավիճակում որևէ մեկը հաղորդում չի ներկայացրել, որ դատավական ակտերը ուշ են ուղարկվել կամ ուշ է տեղադրվել համակարգում։ Խնդիրը եղել է բացառապես, եթե նույնիսկ այդ հանգամանքն ասում վճիռ ուղարկվել է, թե չէ։ Կարող են առավելագույնը սա ստուգել։ Մնացած հարցերի մասով չնայած մենք գտնենք հաղորդումը դրան էլ չի վերաբերում։ Բացառապես վերաբերում է կատարողական թերթերը տալու հանգամանքին։ Եվ այս պայմաններում մենք գտնում ենք, որ եթե վարույթի ընթացքում, ուսումնասիրության ընթացքում նոր փաստեր են ի հայտ գալիս, ինչը բնականաբար կարող է լինել։ Այս դեպքում կարգապահական վարույթը առուցելու առիթը չի կարող հանդիսանալ բացառապես հաղորդումը։ Իսկ եթե հաղորդումն է, այո, հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքներով եւ դրանց ստուգմամբ կաշկանդված է, չի կարող այլ բան ստուգել։ Եթե նշված է այս հանգամանքները, ուրեմն դրանք պետք է ուսումնասիրի, դրանք պետք է ստուգի։ Ես այդ օրինակը բերեցի, միգուցե նորից հաղորդում լինի, գնան դատական նիստի արձանագրության կրիչը լսեն եւ այնտեղ լսեն օրինակ դատավորը վիրավորական որևէ արտահայտություն անում։ Հիմա ինչ պետք է ասեն հաղորդման մեջ ուսումնասիրության արդյունքում գտանք սա եւ սա այդ հաղորդման հիման վրա հարուցում են կարգապահական վարույթ, իմ կարծիքով ոչ։